Բարի երեկո, ես որոշեցի այսպես չպլանավորված եթեր դուրս գալ, որովհետև ինչ-որ բաներ ա սկսվել շատ հետաքրքիր Ռուսաստանում, որոնցով ուզեցի կիսվել, առանձնապես շատ չի ասելիքը, բայց այնուամենայնիվ կարծում եմ կարևոր և սրանք արդեն ինչ-որ մեծ բաների նախանշաններն են, և սա միայն իմ կարծիքը չի, բոլոր վերլուծաբանները գալիս են այդ եզրակացությանը, որ Ռուսաստանում ամեն ինչ շատ արագանում և զարգացումները թեժանում են։ Նախ սկսեմ նրանից, որ մի քանի օր առաջ Ուկրաինայի նորանշանակ պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի խնդրանքով Իլոն Մասկը անջատեց Starlink ինտերնետային կապը, արբանյակային կապը ռուսական բանակի համար։ Բանը նրանում է, որ Starlink-ը ինքը որպես կապ, որպես կապի միջոց Ռուսաստանում արգելված է, պետությունը արգելել է Starlink-ը որպես չար արևմուտքի անցանկալի միջոց և ռուսական բանակը, զորամիավորումները այդ կապը ձեռք էին բերում տարբեր գորշ սխեմաներով, օտարի վրա գրանցելով և այլն, և պարզվեց, որ դրանք բոլորը անօրինական օպերատորներ էին, իսկ դրանց քանակը հասնում էր 500,000-ի ըստ որոշ լուրերի, և Ուկրաինայի պաշտպանության նախարարը, երբ որ դրա մասին հայտնեց Իլոն Մասկին, որոշում կայացվեց միանգամից անջատել ամբողջ Starlink-ը Ուկրաինայի տարածքում, վերագրանցելով օրինական օպերատորներին, այսինքն այն ուկրաինացիներին, որոնք Ուկրաինայի քաղաքացի են և որոնք գրանցվում են սեփական օգտագործման համար, այլ ոչ թե ռուսական բանակին տրամադրելու համար, և պարզվեց, որ ռուսական բանակը զրկվեց Starlink կապից, իսկ ըստ որոշ լուրերի բանակի մինչև 80-90%-ը հրետանու կապը, տարբեր ստորաբաժանումների միջև եղած կապը և այլն կատարվում էր Starlink-ի միջոցով, և միանգամից բանակում սկսվեց քաոս, դեզօրգանիզացիա, ինչպես ռուսներն են ասում, և կտրուկ սկսեց աճել զոհերի քանակը։ Դրան գումարվեց այսօր կամ երեկվանից Telegram-ի անջատումը Ռուսաստանում, և սա երկրորդ կապի միջոցն էր ռուսական բանակի համար, և միայն Telegram-ի անջատման պատճառով հիմա մեծ աղմուկ է բարձրացել ռուսական բանակի ներսում, ռազմական կորեսպոնդենտների շրջանում, լրագրողների, վայենկորների, այսպես կոչված պրոպագանդիստների, և նրանք ընդհուկ մինչև հայախառը խոսույթով մեղադրում են քաղաքական ղեկավարությանը, նույնիսկ Պեսկովը ստիպված էր մեկնաբանել այդ լուրը, ասելով, որ սխալ հասցեով եք դիմում, Կրեմլի գործը չի Telegram-ի անջատումը մեկնաբանել, դիմեք պաշտպանության նախարարությանը, չեմ կարծում, որ բանակը Telegram-ից է օգտվում, մինչդեռ հենց նույն այդ ռազմական լրագրողները և ստորաբաժանումները նույնիսկ սելֆիներ են անում, տեսանյութեր են հրապարակում, դիմելով և խնդրելով միացնել Telegram-ը, ասելով, որ իրենց ստորաբաժանումները օգտվում էին Telegram-ի կապից, և սա ևս էլ ավելի վատացրեց իրավիճակը ճակատում։ Դրանից օգտվելով, միանգամից այդ քաոսից օգտվելով, Ուկրաինան անցավ հակահարձակման մի քանի ուղղություններով, գլխավոր ուղղությունը Զապորոժիե Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանն է, որտեղ արդեն մի քանի օր է մեծ ուժեր էին կուտակել ուկրաինացիները, 3 բրիգադ կարծեմ և 7 գունդ, մոտոհրաձգային ստորաբաժանումներ, որոնք արդեն մինչև 20 կիլոմետր մխրճվել են ռուսական բանակի շարքերի մեջ և ազատագրել մի քանի բնակավայրեր։ Ռուսական բանակը խուճապահար փախուստի է դիմում, որովհետև կապից զրկված է, պանիկա է, խուճապ է և այլն։ Ուրեմն և նույն խուճապային տրամադրություններն են նաև Բելգրադի և Բրյանսկի մարզերում, որտեղ որ ուկրաինացիների հուժկու հրետակոծման և հրթիռակոծման հետևանքով
Բելգրադի եւ Բրյանսկի մարզերը, սահմանակից մարզեր են դրանք, հայտնվել են հոսանքազրկման վիճակում, չկա լույս, ջեռուցում եւ այլն, եւ նույնիսկ Բելգրադի գուբերնատորը ստիպված էր նախաձեռնել Բելգրադի մարզի մեծ մասի բնակիչների, մանավանդ կանանց եւ երեխաների տարհանում, իսկ ահա Բրյանսկի մարզում տեղական իշխանությունները սկսել են սաբոտաժի ենթարկել սեփական բանակին, բացատրելով դա նրանով, որ երբ որ մենք կրակում ենք ուկրաինացիների վրա, երբ որ մեր բանակը հրթիռակոծում է Ուկրաինա, լինում է պատասխան կրակ, որից տուժում ենք մենք, այսինքն Բրյանսկի բնակիչները, եւ սաբոտաժի են ենթարկում սեփական բանակի ստորաբաժանումներին, ուշացնելով նրանց տրամադրել օրինակ ռադիոէլեկտրոնային սարքերի համար գրանցում եւ այլն եւ այլն։ Այսինքն Բրյանսկի մարզային իշխանությունները սաբոտաժի են ենթարկում սեփական զինված ուժերին։ Գիտեք, սրանք կարող են մանրուքներ թվալ, բայց այսպիսի մանրուքներից ի վերջո հետո ծնվում են մեծ իրադարձություններ, ինչպես օրինակ Պրիգոժինի արշավը, որի դրդապատճառը նման մի բան էր, երբ որ հիշում եք Բախմուտի համար մարտերի ընթացքում չկար նորմալ մատակարարում եւ այլն։ Հաջորդ խնդիրը տնտեսությունն է, տնտեսությունը գնալով գահավիժում է, շատ արագ, 25 թվականը ռուսները փակել են 5.7 տրիլիոն ռուբլի բյուջեի դեֆիցիտով, մինչդեռ պլանավորում էին, որ այդ դեֆիցիտը պիտի լինի 1.6-1.7 տրիլիոն, այսինքն պլանավորածից 3-4 անգամ ավել, իսկ այս տարի արդեն ընդամենը 1-1.5 ամիս է անցել, արդեն բյուջեի դեֆիցիտը կազմում է 1.9 տրիլիոն ռուբլի հունվարի ընթացքում։ Եվ ռուս տնտեսագետները կանխատեսում են, որ տարվա ընթացքում բյուջեի դեֆիցիտը կհասնի 10-14 տրիլիոն ռուբլու, ՀՆԱ-ի մինչև 4-5-6%, եւ նույնիսկ այսօր տնտեսագետներից մեկը Իգոր Լիպսիցը Ռուսաստանի ներկա վիճակը համեմատեց ԽՍՀՄ վիճակին փլուզումից առաջ։ Նույն կարծիքի է ի դեպ Ուկրաինայի արտաքին հետախուզությունը։ Այնտեղ ահա որ գնաճ է մանավանդ սննդամթերքի դեղորայքի, մարդիկ բառացիորեն ամեն օր մտնում են խանութներ եւ տեսնում են նոր գներ, ել ավելի բարձր, բանջարեղենը, վարունգ, կարակ, ձու եւ այլն, եւ դեղորայքը, եւ տեսանյութեր են հրապարակում, սելֆիներ են հրապարակում, լացելով ասում են, որ այս ինչ է կատարվում եւ այլն։ Զանգվածային սկսվել են մարդկանց կրճատումների երևույթներ, աշխատանքային շաբաթների կրճատումներ, մինչև 3-4 օրվա աշխատանքային շաբաթի են անցնում։ Միայն ռուսական երկաթգծերը RЖD կոչվածը 4 տրիլիոն ռուբլու պարտքեր ունի։ Նույն վիճակն է ածխահանման, մետալուրգիայի, ավտոպրոմի, ավիապրոմի, այսինքն բոլոր ոլորտները, նույնիսկ ռազմաարդյունաբերությունը։ Հետաքրքիր է նաև ԳՌՈ-ի առաջի տեղակալ Ալեքսեևի մահափորձի դեպքը եւ պարզվեց, որ այսօր Խրիստո Գրոզևը, հայտնի լրագրող Խրիստո Գրոզևը, Bellingcat-ի ղեկավարը, արագ շատ հետաքննություն արեց եւ պարզեց, որ մահափորձի կատարողները 3 հոգի են կարծեմ, ՖՍԲ-ի աշխատողներ են, այսինքն ՖՍԲ-ն փորձում էր սպանել ռազմական հետախուզության ԳՌՈ-ի պետի առաջի տեղակալին։ Ինչ է սա նշանակում։ Եթե հիշում եք YouTube-յան իմ վերջի եթերի ժամանակ, ես հենց այդ վարկածը առաջ քաշեցի, որ սա Կրեմլի աշտարակների, ուժայինների միջև եղած պայքար է, ՖՍԲ ԳՌՈ։ Ամենայն հավանականությամբ ՖՍԲ-ի թևը կամ բազեների թևը, Պատրուշև, Սեչին, Չեմեզով եւ այլն, որոնք ուզում են շարունակել պատերազմը ամեն գնով, եւ Լավրովը ի դեպ եւս, որի մասին մի քիչ հետո ավելի մանրամասն կխոսեմ, նրանց դուր չի գալիս այս բանակցային process-ը Կիրիլ Դմիտրիևի եւ ԳՌՈ-ի ղեկավարի Կոստյուկովի մասնակցությամբ, եւ նրանք կարծես սկսում են անհանգստանալ, որ այդ թևը կարող է եւ պայմանավորվել արևմուտքի հետ, արդյունքում հասնել զինադադարի եւ բնականաբար այդ դեպքում նրանք կհայտնվեն մարգինալ վիճակում, կդառնան խաղության նոխազ եւ տեղի ունենում հենց այս մահափորձը։
Երեկ եւ այսօր դիվանագետների օրվա կապակցությամբ Սերգեյ Լավրովը արդեն բաց տեքստով դժգոհեց Թրամփից, ասելով, որ մենք տղամարդավարի, հենց տենց էլ ասեց, պամուշսկի պայմանավորվել ենք Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ, եղել են որոշակի պայմանավորվածություններ, բանավոր, նրանք դա կոչում են դուխ Անքորիջը, Անքորիջի ոգին։ Պայմանավորվել ենք, բայց փոխանակ Թրամփը համաձայն այդ տղամարդկային, տղամարդավարի պայմանավորվածությունների Անքորիջի ոգուն ճնշում բանեցնի Ուկրաինայի վրա, Դոնալդ Թրամփը հակառակը Ալյասկայից հետո սանկցիաներ մտցրեց Ռոսնեֆտի, Լուկոյլի վրա եւ այլն, եւ առաջին անգամ Լավրովը, որը բազեների աշտարակի ներկայացիչ է, հոխորտաց Թրամփի վրա։ Ինչ է սա նշանակում, սիրելի ժողովուրդ, ես կարծում եմ, որ գարնան ամիսներին մենք ձեզ հետ միասին շատ հետաքրքիր բաների ենք ականատես լինելու Ռուսաստանում, Մոսկվայում, Կրեմլի ներսում, չեմ բացառում նոր մահափորձեր, չեմ բացառում բարձրաստիճան չինովնիկների, գեներալների պատոհանից ընկնել, կարմիր լույսի տակ մեքենայի տակ ընկնել, թունավորումներ, սպանություններ, չեմ բացառում նաև պալատական հեղաշրջում կամ Պրիգոժինի օրինակով նոր արշավ Մոսկվայի վրա։ Աստված տա, որ դա լինի մեր գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, քանզի այդ դեպքում ներքաղաքական իրավիճակը կտրուկ կփոխվի, ռասահապատակ ուժերը կորփանան քաղաքականապես, ֆինանսապես եւ բոլոր առումներով, եւ ազգային ուժերի համար իդեալական գերնպաստավոր իրավիճակ կստեղծվի քայլ անել եւ երկիրը ազատագրել։ Շատ փակագծեր այսօր չեմ բացի, հավանաբար մոտակա եթերներից մեկում այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսեմ։ Խնդրում եմ տարածեք իմ այս կենթանի եթերը, ես հավանաբար սա դաունլոդ կանեմ եւ YouTube-յան իմ ալիքի վրա եւս կտեղադրեմ։ Ովքեր չեն միացել իմ YouTube-յան ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք, տեսանյութը, տեսագրությունը կարող եք նաև YouTube-ում նայել, ովքեր չհասցրեցին իմ այս լայվը դիտել, օգնեք ինձ տարածել, որովհետև մենք կանգնած ենք բախտորոշ, վճռորոշ, պատմական, բեկումնային, ինչպես ուզում եք դա կոչեք, շաբաթների եւ ամիսների առաջ։ Շնորհակալություն, լավ եղեք, ստեսություն։